նոյեմբերի 11-ից առ այսօր հայտեն եկել նոր հանգամանքներ, որի վերաբերյալ եթե հիմա թույլ կտակ կարող եմ մանրամասը ներկայացնել միջնորդությունը։ Շնորհակալ եմ։ Պատվարժան դատարան, վերավոր մանրամասը ներկայացվածը ես կանդրադառնամ որոշակի շատ կարևոր փաստական հանգամանքներին։ Նոյեմբերի 11-ի դրությամբ կալանքի տակ էին գտնվում մի շարք անմեղ մեղադրյալներ, այդ թվում նաև Մովսես Շարբաթյանը։ Այսօրվա այս պայդրությամբ ուղիչ հիմնարկում որպես խափամիջոց կալանքի են կրում Հարգարժան Բագրատ Սրբազանը և Վահագն Չախալյանը։ Նախորդ կալանքի անդրադառնալու որոշմանը Հարգարժան պատվարժան դատանը ձեր նախագահությամբ հաշվի առել քրեական վարույթով ձեռք բերած ապացույցներն ու փաստական տվյալները գտել է, որ բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում մեղադրյալ Վահագն Չախալյանը կարող է խոչընդոտել քրեական վարույթի քննությանը, ցուցմունքների բովանդակային շուրջ համաձայնության գալու առումով, ինչպես նաև իրատեսական է համարել մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու ռիսկը։ Հիմա պատվարժան դատարան Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքի ձևով կիրառված խափամիջոցի գործողության ընթացքում վերացվել կամ առնվազն փոխվել են դրա իրավաչափության պայմանները։ Արդյոք Վահագն Չախալյանին կարելի է շարունակել կալանքի տակ պահել, որպեսզի ապահովի վարույթի բնականոն ընթացքը, եւ արդյոք Վահագն Չախալյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը առկա է առ այսօր։ Պատվարժան դատարան, այն որ մեղադրական եզրակացության մեջ Վահագն Չախալյանի վերաբերյալ շուրջ 25 բառ է առկա եւ ոչ թե նշված է Վահագն Չախալյան, այլ Չախալյան, խոսքը վերաբերվում է Մ. Շարբաթյան եւ Չախալյան որոշակի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրությանը, որտեղ Մ. Շարբաթյան գիծ Չախալյան է եւ դա կրկնվում է մի քանի անգամ, այսինքն շուրջ 25 բառ է վերաբերելի եւ ընդհանրապես Վահագն անունը չի հնչում։ Ուղղակի վերջում ենթադրում ենք դա նաև միգուցե արձանագրողի կամ հետագայում նաև քննիչի վառ երևակայությունն է, որ Չախալյան ազգանունին վերագրվում է նաև Վահագն անունը։ Ես դրան չեմ անդրադառնա, որտեղ մանրամասն դրան անդրադարձել եմ։ Սակայն քանի որ խոսքը վերաբերում է բացառապես պատվարժան դատարան Մովսես Շարբաթյանի եւ Ոմն Չախալյանի միջև հեռախոսազրույցին եւ այդ հեռախոսազրույցը չկա արձանագրումը սույն մեղադրական եզրակացության մեջ, ուղղակի ընդամենը նշված է, որ Մովսես Շարբաթյանը արտաբերում է Չախալյան ազգանունը։ Այսինքն այս հանգամանքներում պատվարժան դատարան ենթադրենք դիցուք, քանի որ պաշտպանական կողմը եւ ոչ թե Վահագն Չախալյանի այս դալուճում գտնվող բոլոր պաշտպանները վստահ ենք, որ այս մեղադրանքը շինծու է եւ մեղադրյալները արդար են, այսինքն անմեղ մեղադրյալներ են, այդպես կարող ենք նաեւ այդպես կոչել։ Եթե ինչ որտեղ ենթադրաբար մի պահ պատկերացնենք, որ հանցավոր խումբ է գործել, ապա այս հանցավոր խումբի որոշակի դերակատարում ունեցել են անմեղ այս մեղադրյալները եւ որոշակի աստիճանավանդակին դնենք բոլորի դերակատարումը, ապա ակնհայտ է մեղադրական եզրակացությամբ, որ Վահագն Չախալյանին եթե կարելի է ենթադրաբար վերագրել ինչ-որ արարք, ապա վերջինս գտնվում է ամենավերջին աստիճանավանդակին։ Այսինքն որևիցե ապացույց չկա, ես դրան չեմ անդրադառնում, չեմ քննարկում, քանի որ պատվարժան դատարան արդեն հիմնավոր կասկածին անդրադարձել է, քանի որ ապացույցները չենք ուսումնասիրել, բայց այս պայդրությամբ այն որոշումները, որոնք կայացվել են ձեր նախագահությամբ պատվարժան դատարանի այս դատարանի կողմից եւ այն որոշումները, որոնք կայացվել են խափամիջոցի հետ կապված վերաքննիչ դատարանի կողմից, այս 18 անմեղ մեղադրյալներից 16 մեղադրյալների նկատմամբ եւ այսօր կալանքի տակ է ուղիչ հիմնարկում կալանքի են կրում Բագրատ Սրբազանը եւ Վահագն Չախալյանը, ապա Վահագն Չախալյանը ընդհանրապես առողջություն չունենալով հանդերձ, նույնիսկ եթե վերջին աստիճանավանդակին դնենք վերջինիս առնչությունը սույն հավաքական խմբում ինչ-որ դերակատարում ունենալուն, ապա պատվարժան դատարան այն որ
Ձեր կողմից կայացված որոշումներով եւ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումներով խափանման միջոցները փոխվել են եւ Փառք Աստծո որ փոխվել են, մենք չենք շահարկում են հարցը, թե ինչու բոլորինը փոխվել են, Վահագն Չախալյանը չի փոխվել, բայց մենք ենթադրաբար այս ամբողջ խմբի կազմում Վահագն Չախալյանի դերակատարումը հաշվի առնելով, ենթադրաբար, եթե բոլոր այս որոշումներով հիմնավորվել են, որ անմեղ մեղադրյալները կարող են ուղիչ հիմնարկում խափամիջոց չկրել, այլընտրանքային խափամիջոցները իզորու են վերջիններից պաշտաշ վարկագիծը դրսևորել պատվարժան դատարան, ապա առավել ևս Վահագն Չախալյանի դեպքում, որ արդեն իսկ 7 ամիս է գտնվում է ուղիչ հիմնարկում, առավել ևս Վահագն Չախալյանի վերաբերյալ հաշվի առնելով մեղադրական եզրակացությամբ նկարագրված Վահագն Չախալյանի դերակատարումը, կարծում ենք պաշտպանական կողմը վստահ է, որ առավել ևս Վահագն Չախալյանին այսօր կալանքի տակ պահելու գործընթացը անհրաժեշտությունը չկա, որովհետև առնվազն արդեն իսկ 16 անմեղ մեղադրյալների վերաբերյալ հայտնած որոշումներով արձանագրված դիրքորոշումներում, նաև ձեր կողմից կայացված որոշումներում վերջիններից վերաբերյալ կիրառվել է այլ խափանման միջոցներ։ Եվ եթե ամբողջ մեղադրական եզրակացության մեջ միակ կապը պատվարժան դատարան տրվում է միայն Մովսես Շարբաթյանի հետ ունեցած զրույցի ելնելով, այլ որևիցե արձանագրություն չկա, այլ որևիցե բառակապակցություն կամ բառ չկա վերագրվող Չախալյան ազգանվանը, ապա պատվարժան դատարան նոյեմբերի 11-ից առ այսօր այս ամբողջ որոշումներին ես չանդրադառնամ, կարող եմ եւ անդրադառնալ պատվարժան դատարան, նաեւ անդրադարձել եմ իմ գրավոր միջնորդության մեջ, ապա Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությունը առավել քան այսօր արդիական է։ Ինչու, որովհետեւ Վահագն Չախալյանը իր նվազ ենթադրյալ դերակատարումը ունենալով այսօր ավելի քան պետք է չկրի ուղիչ հիմնարկում կալանք խափանման միջոցը։ Եվ միևնույն ժամանակ պատվարժան դատարան շատ կարևոր հանգամանք է, որ էլ ինչ փոփոխություններ են եղել, որը միգուցե չդիտարկի որպես իրավաչափության փոփոխության ենթատեքստում, բայց պատվարժան դատարան 7 ամիս այն ընտանիքը, որի միակ կերակրողը Վահագն Չախալյանն է իր ընտանիքի։ 3 զավակներ, 2-ը անչափահաս 8 եւ 9 տարեկան, մեկը ուսանող 19 տարեկան, պատվարժան դատարան, որը նոր է դարձել 19 տարեկան, ուսանող Սլավոնական համալսարանում։ Այդ ընտանիքը այսօր բավականին հայտնվել է շատ բարդ վիճակում։ Եվ եթե այսօրվանից սկսած այսուհետ Վահագն Չախալյանի կողմից իր ընտանիքը պահելու հնարավորություն չընձեռնվի, ապա պատվարժան դատարան ճիշտ է իմ պաշտպանյալը թույլ չի տալի նման հարցեր այսօր դատարանում բարձրացնել ընտանիքի ներկայիս սոցիալական վիճակի մասին, բայց ակնհայտ է դա, որ յուրաքանչյուր հայ ընտանիքում, այն ընտանիքում, որտեղ պաշտպանյալիս բոլոր հարազատները ապրում են Հայաստան Հանրապետությունից դուրս, Վրաստանի Հանրապետությունում, այսինքն երկու երեխաներին դասի տանելու, բերելու կամ այլ հարցերով որևիցե մեկ մերձավոր ազգական չկա Հայաստանում, որ կարողանա այդ ընտանիքին ձեռ մեկնի օգնի։ Ենթադրենք այդ երեխաներին ամեն առավոտ որ տանում էին դպրոց, բերում են, խոսքը Դավիթ Վահագի Չախալյանի եւ Գանե Վահագի Չախալյանի մասին է խոսքը, որոնց դպրոցները տարբեր են եւ այդ դպրոցների տեղակայումը հայտնվել է Հարգարժան Բագրատ Սրբազանի կեցության վայրի հետ, որից էլ մեղադրող կողմը նախաքննության մարմինը ենթադրել է, որ Վահագն Չախալյանը հանդիպել է, դրան չեմ անդրադառնում, պատվարժան դատարան, որովհետև դա այսօր քննարկման առարկա չենք սարքում, ապացույցների ուսումնասիրումը դրան կանդրադառնանք։ Այսօր խնդիրը զուտ ուղղակի հայ ընտանիքի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք, մարդասիրական մոտեցում ցույց տալն է։ Այն ընտանիքի, այն մարդու, ով ընդամենը իր հայրենասիրական, իր հայրենիքի նվիրյալ լինելու հանգամանքների դրսելով հայտարարություններով միշտ հանդես է եկել։ Պատվարժան դատարան շատ կարևոր հանգամանք է նաև
նոյեմբերի 11-ից հետո առայսօր հնչեցված արդար մեղադրյալներից մի քանիսի կարծիքը պատվարժան դատարան, որում մասնավորապես հարգարժան Արտուր Սարգսյանը հայտարարեց դալիճում, որ Վահագն Չախալյանից ընդհանրապես որևիցե շփում կամ առողջություն չի եղել։ Վերջինիս այցելել են մի անգամ հրապարակում, երբ որ իմացել են նստած ցույց արել։ Հարգարժան Բագրատ Սրբազանը նույնպես փաստեց, որ ոչ թե այս ենթադրյալ, այս հույնած շինծու մեղադրանքում, որ բացնայից որ որևիցե մեկը որևիցե մեղավորություն չունի, առավել ևս Վահագն Չախալյանը ընդհանրապես առանցություն չի ունեցել պատվարժան դատարան։ Ես վստահ եմ նաև այս ելույթից հետո, եթե կուզենա հայտարարություն անելու, հատկապես հարգարժան Մովսես Շարբազյանը իր հայտարարությամբ հանդես կգա, այս ամեն ինչը համադրելով սույն գործի որոշակի մեղադրական եզրակացում այստեղ գտած փաստական հանգամանքների հետ պատվարժան դատարան։ Մենք ունենք մի անց, որը ընդհանրապես ոչ թե չի առնչվել, եթե դիքցուկ առնչվել է, ապա այս գործում կարող է գտնվել միայն ամենավերջի դերակատարում ունեցող անձի կարգավիճակում։ Հիմա եթե մենք ունենք փառք Աստծո եւ որ ունենք նման բան, փառք Աստծո, որ ունենք գոնե այսօր 16 անմեղ մեղադրյալները այլանդրանքային խափանման միջոցների տակ են գտնվում, բայց եթե գտնվում են, ապա որպես այդպիսին Վահագն Չախալյանի ընդհանրապես դերակատարում չունենալը կամ նվազ դերակատարում ունենալով հանդերձ Արդյոք իրավաչափ է Վահագն Չախալյանին կալանքի տակ պահելը։ Ես վստահ եմ, որ այս նույն դիրքորոշումը իրենց հոգու խորքում ունեն նաև հարգարժան հանրային մեղադրողները։ Վստահ եմ, որ նրանք նույնպես լավ պատկերացում ունեն հայ ընտանիքում այն ընտանիքի մասին, որ միակ կերակրողը հայ տղամարդն է եւ ովքեր Հայաստանում օգնող չունեն։ Երեխան առ դպրոց տանելու եւ այլն պատվարժան դատարան։ Հիմա այս հանգամանքներից ելնելով պատվարժան դատարան, հարց, արդյոք այլանդրանքային խափանման միջոցները իզորու չեն Վահագն Չախալյանի վարքագիծը ճիշտ դրսևորելու, պաշարժ վարքագիծ դրսևորելու։ Կարծում ենք, որ իրավազոր են պատվարժան դատարան։ Օրինակի համար մենք ճիշտ այսօր չենք միջնորդում, որպես այն փոխանցվի տնային կալանքով, որովհետև դա նույն կալանքն է եւ եթե մեր այսօրվա նպատակը նա է պաշտպանական կողմի, որ կարողանանք հնարավորություն մեր խոսքը հասցնել ոչ միայն իրավական առումով իրավաչափության փոփոխության տրամաբանության, այլև մարդասիրական առումով պատվարժան դատարան եւ հարգարժան հանրային մեղադրողների սրտերին, որ իրապես այս ընտանիքը կարիք ունի հայ տղամարդու ներկայությանը, որ կարողանա հանապազորը հացը վաստակելով, երեխաներին դպրոց տանելով, կարողանա օգնել ընտանիքը գոյատևի վերջապես, ոչ թե ապել գոյատևի։ Հիմա այս հանգամանքներից ելնելով պատվարժան դատարան, վերջինս առավել ևս, որ մեկ այլ քրեական գործով եւ առավել ևս, որ պատվարժան դատարանի ձեր նախագահությամբ այդ գործը քննում է նաեւ ձեր վարույթում եւ արդեն մի քանի տարի է եւ վստահ եմ, որ այդ վարույթով Վահագն Չախալյանը միշտ դրսևորել է պաշարժ վարքագիծ։ Ավելին, խափանոցը փոխվելու դեպքում էլ վերջինս մի քանի անգամ բացակայել Հայաստանի Հանրապետություն եւ հետ է վերադարձել եւ որևիցեւի ոչ պաշարժ վարքագիծ չի դրսևորվել։ Պատվարժան դատարան, սա առնվազն պետք է որ ձեզ որպես նախագահի ներքին համոզմունք ձևավորել, որ Վահագն Չախալյանը որպես այդպեսին խոսքի եւ գործի տեր մարդ է եւ եթե առ այսօր նման որոշակի չի դրսևորել, ապա այլանդրանքային խափապան միջոցները կիրառելով հնարավոր է օգնել եւ այս ընտանիքին, հայ ընտանիքին իր գոյությունը շարունակելու եւ միևնույն ժամանակ պատվարժան դատարան հնարավորություն ընձեռնելու, որպեսզի Վահագն Չախալյանը կարողանա իր ընտանիքի հոգսը հոգալով, դատական նիստերին ներկայանալով այս գործընթացը պաշարժ կերպով շարունակելու։ Պատվարժան դատարան, ավելին, նախորդ նոյեմբերի 11-ի որոշմամբ պատվարժան դատարանը բոլոր սահմանափակումները հանել, այսինքն Վահագն Չախալյանը յուրաքանչյուր ցանկացած անձի հետ կարող է շփվել։ Եվ առ այսօր որևիցե վերջինիս կողմից այս 7 ամսվա ընթացքում եւ նոյեմբերի 11-ից էլ առ այսօր, երբ որ այս սահմանափակումները անել են, որևիցե տեղեկատվություն, որևիցե փաստական հանգամանք
պատվարժան դատան եւ վստահ նաեւ հարգարժան հանրային մեղադրողներին հայտնի չէ որ Վագն Չախալյանը ինչ որ մի ոչ պաշտպան վարկագիր դրսևորելով խոչընդոտել է այդ գործընթացին հետեւաբար պատվարժան դատարան զուտ այստեղ իրավաչափության փոփոխությունից բացի նաեւ շատ կարեւոր է մարդասիրական այն մոտեցումը որը որ հայ ընտանիքի համար մեծ դերակատարում կունենա եւ ենթադրենք եւ վստահ եմ որ այդ օրը գա եւ բայն հետ այստեղ բոլոր մեղադրյալների վերաբերյալ արտասման վերդիկտ կայացվի ցանկացած ռեաբիլիտացիոն գործընթաց չի կարող փոխարինել երեխային 8-9 տարեկան անչափած երեխաներին որը 7 ամիս չշփվելու մի քանի ամիսը մեկ ուղիչ հիմնարկում տեսնելու եւ այդ ապրումները չի կարող փոխարինվել այդ երեխաների հոգեբանության մեջ առաջացած այդ տրավմաների եւ այլ խնդիրների հետ կապված չի կարող որևիցե գումար կամ որևիցե նման արտարացման շրջանից հետո որևիցե բան փոխարինի այդ այսօրվա այդ չշփվելու հանգամանքներին պատվարժան դատարան հետեւաբար պատվարժան դատարան իմ կողմից հնչեցված այս հանգամանքները հաշվի առնելով մենք պաշտպանական կողմը գտնում է որ այո առավել քան այսօր հաշվի առնելով պատվարժան դատարանի եւ ձեր նախագահությամբ կայացված որոշումներ եւ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումներով այդ թվում նաեւ հարգարժան Մովսես Շարբաթյանի վերաբերյալ կայացած վերաքննիչ դատարանի որոշմամբ Վագն Չախալյանին առավել եւս հնարավոր է կիրառել այլ խափանման միջոցներ եւ համակցված կերպով բայց ոչ թույլ տալ որպեսի շարունակի ուղիչ հիմնարկում կալանքը գրել որպեսի կարողանանք եւ պատվարժան դատարան արդարությունը վերականգնենք թեկուզ գոնե այս պայն թեկուզ փոքր չափականակով եւ միևնույն ժամանակ այս հայ ընտանիքին մարդասիրական մեր այդ մոտեցումը ցույց տանք առավել եւս պատվարժան դատարան որ Վագն Չախալյանը այն ազնվորությունն է որ 3 անչափած երեխաների եւ կնոջը այդ պատերազմի ժամանակ հաշվի չառնելով որ Աստված չէ թե մի բան կպատա իրեն հետ ապա երեխաները այդ խնդիրը կանգնեն վերջինս Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու համար Արցախյան 44 օրյա պատերազմում ոչ թե ուղղակի ներկա է գտնվել այլ օր ժամ առ ժամ իր պաշտպանությունն իրականացնել իր ընկերների հետ միասին եթե ոչ հիմա պիտի հաշվի չառնենք այդ հանգամանքը ապա երբ պատվարժան դատարան ես գտնում եմ որ հաշվի առնելով Վագն Չախալյանի անձը որ վերջինս որևիցե նախկին դատատվություն չի ունեցել հաշվի առնելով վերջինիս հայրենիքի համար իր անկախ եւ ազատ տեսակետը միշտ արտահայտելու եւ իր ժողովրդի համար իր պայքարը շարունակելու օրինական ճանապարհով մի շարունակելու հանգամանքները հաշվի առնելով այս իմ կողմից նշված իրավաչափության փոփոխությունները հաշվի առնելով վերջինիս ընտանիքի այսօրվա նյութայրավական վիճակը պատվարժան դատարան խնդրում ենք եւ միջնորդում ենք որպեսզի Վագն Չախալյանի խափամիջոցը փոխվի եւ նշանակվի այլ ազատության հետ չկապված հայրատրանքային խափամիջոց կամ խափամիջոցների համակցություն պատվարժան դատարան եւ նաեւ շեշտում ենք գրավի մեր կողմից առաջարկած ոչ թե 2 միլիոն 100,000 դրամ գրավի գումարը ինչու 2 միլիոն 100,000 դրամ ոչ թե 3 միլիոն կամ 5 միլիոն որովհետեւ չկա այդ հնարավորությունը պատվարժան դատել մենք 5 միլիոն 13 առաջարկենք բայց չունենք այսօր այդ հնարավորությունը եւ չեն կարող առաջարկել հետեւաբար այս ամենը հաշվի առնելով խնդրում ենք պատվարժան դատարանության արկադարձնել եւ փոխել Վագն Չախալյանի խափանման միջոցը շնորհակալ եմ Արգեն պաշտպան ես մինչև քննության առարկա դարձնել ես հարցերը այս ձեր միջնորդությունը ես վերջը այդպես էլ չտեսա այստեղ ձեր միջնորդության մեջ նոր հանգամանքը որն է որովհետև երեխաների հետ կապված խնամքին գտնվելու հանգամանքը երեխաներին դպրոց եւ ուսումնական այլ հաստատություններ տանելու այդ հանգամանքը ընտանիքի կիրակրող լինելու հանգամանքը նախորդի դատական նիստի ընթացքում այդ հարցերը հաշվի էր առնվել դատարանը այդ կապակցությամբ նաև վարորդի մասնակիցների կարծիքը լսելով երկարաձգել էր ժամկետը մինչև եթե չեմ սխալվում մարտի 4-ը եթե չեմ սխալվում չէ մարտի 4-ը չէ այո պատվարժան դատարան մինչև սույն թվականի մարտի 4-ը մեր այսօր փետրվարի 9-ն է այսինքն 29 օր դեռ կա
մինչև խափան միջոցի ժամկետի ավարտը։ Իսկ հաջորդ դատական նիստերին դատանը այսպես թե այնպես անդրադառնալու է հաջորդի դատական նիստերի բոլոր մեղադրյալների խափան միջոցների հարցին, որոնք որ թե տնային կալանքի, թե կալանքի պայման, թե կալանքի, թե տնային կալանքի խափան միջոցների պայմաններում են գտնվում։ Այս հարցը քննարկվել է կրկին։ Դուք հիմա ասում եք նոր հանգամանք, որն է այստեղ հիմա նոր հանգամանքը, այն որ նախորդ դատական նիստերի ընթացքում դատանը մեղադրյալներից մի քանիսի նկատմամբ որպես նոր հանգամանք դիտելով նոր հանգամանք հանդես եկող այդ հանգամանքները հաշվի առնելով խափան միջոց է փոխել, բայց արդյոք սա նոր հանգամանք է մեղադրյալի նկատմամբ կրկին այս հարցը քննություն որոշումը փոխել է, անփոփոխ է տվել, չեմ տեղեկություն չունեմ այս բայդրությամբ։ Որն է նոր հանգամանքը, եթե խնդրեմ, նշեք, ես քննության առարկա դարձնեմ, բայց եթե նոր հանգամանք առկա չէ, ինչ է ես քննության առարկա դարձնեմ։ Պատվարժան դատարան, եթե ավարտեցիք, ես շարունակեմ։ Դատանին տրամադրեմ վերաքննչքիրական դատանի որոշումը, որով մերժել է մեր հատուկ վերանայման բողոքը, պատճենը տրամադրեմ եւ հունվարի 15-ի որոշումը, եթե ամեն դեպքում պատճենը դեսպանում տրամադրել, պատճենն է, հա դա։ Այո, պատճենը։ Նույնակ վերջի հատվածում կարող եք նայել արդեն որոշման մասը։ Այսինքն մենք նույնպես ակնկալում ենք վերաքննիչ դատարանի հատուկ վերանայման բողոքը բավարարելու այդ սպասումներն ունենք, սակայն չլինելու դեպքում մենք ինչու ենք հիմա ներկայացնում պատվարժան դատարան, որովհետև նոյեմբերի 11-ից հետո փառք Աստծո, որ դա տեղի ունեցավ, մի շարք մեղադրյալներ, այդ թվում նաև Մովսես Շարբացյանի խափամիջոցները փոխվեցին պատվարժան դատարան։ Եվ այդ խափամիջոցը փոխվելու հանգամանքներում հաշվառելով այն կարևոր հանգամանքը, որ ենթադրյալ ահաբեկչական խմբում ամենանվազդ դերակատարում ունեցող անմեղ մեղադրյալի Վահագն Չախալյանի դերակատարումը հաշվի առնելով գտնում ենք, որ այո, սրանք այն հանգամանքն են, որ պատվարժան դատարանին հնարավորություն կտա իր կողմից կայացված որոշումը մեր ներկայացուցիչությունը քուցան առարկա դարձնելու։ Իսկ ամենակարևորը պատվարժան դատարան ընտանիքի այսօրվա շատ վատ վիճակում գտնվելու հանգամանքն է պատվարժան դատարան, որը որ ակնհայտ է, որ երկու երեխաներին անչափահաս 8 եւ 9 տարեկան տարբեր դպրոցներ տանելու հետ կապված պատվարժան դատարան հարգարժան Վահագն Չախալյանի կինը չի կարողանում դա ապահովել։ Երեխաները այսօր բավականին դժվարությամբ երբեմն հաճախում, երբեմն չեն հաճախում, որովհետև տղան էլ մեծը Ռուբեն Վահագի Չախալյանը նմանապես ուսանող է եւ առավոտյան գնում է սլավոնական համալսարան սովորելու։ Ինչ-որ նոր բան ներկայացնեք գրավոր տեսքով դատարանին։ Պատվարժան դատարան, մենք դիմել ենք պատվարժան դատարան, սակայն առայսօր Քասախի համայնքապետարանը չի տրամադրել, այդ էր պատճառը, որ այս պահին մենք չենք կարող ներկայացնել, բայց այդ դրա հետ կապված կներկայացնենք, որովհետև հնարավոր է հենց այսօր ստանանք այդ գրությունը Քասախի համայնքապետարանից այդ ընտանիքի վիճակի վերաբերյալ պատվարժան դատարան։ Արգելի Պաշտպան Խաչիկյան, դատանի հետևյալն է, ներկայացրեք այդ հիմքերը, ձեր դիմումի միջնորդությունը կից ներկայացրեք, ոնց որ մնացածն են, մյուս մեղադրյալները ոնց որ ներկայացրեցին իրենց պաշտպանները, ներկայացրեք դիմումից ես քննության առարկա դարձնեմ։ Դուք հիմա դիմումը ներկայացրեք, հասկանալ է 3 թղթից բաղկացած դիմումից, որովը որ հանգամանքի հետ կապված նշում եք, ասում եք դատանը մյուս մեղադրյալների նկատմամբ այլ խափան միջոցներ է կայացրել, նաև անազատության հետ չկապված։ Այո, ես մարդ նոր հանգամանք է, սա ինչով է նոր հանգամանք։ Ընտանիքի հենց առաջի ընտանիքի նման իրավիճակում հայտնվելու հանգամանքը պատվարժան դատարանի նկատի ունի համայնքապետի դրանից տրվող այն տեղեկանք ընտանիքի վիճակի վերաբերյալ, ապա ես
կրկնեմ պատվաժան դատան, որ դերևս մենք ներկայացել ենք, մեզ չի տրամադրվել, այսօր պետքա տրամադրվեր։ Մենք դա կներկայացնենք հաջորդ նիստին ամենաուշը պատվաժան դատարան։ Ներկայացնեք հաջորդ դատական նիստին, ես հաջորդ դատական նիստին քննության առարկա կդարձնեմ սա։ Բարի պատվաժան։ Ես հաջորդ դատական նիստին քննության առարկա կդարձնեմ։ Լսեցի։ Ճիշտ հասկացեք, այս պարագայում սա որ հանգամանք չի կարա դիտվի։ Եթե կներկայացնեք այդ ձեր հիմքերը նշած, ես քննության առարկա դարձնեմ, նաև կողմին տրամադրեմ, եթե նախապես կամ 1 ժամ առաջ, եթե կներկայացնեք 20 րոպե առաջ, մերժելու սա ընդհանրապես քննարկման բան չի, առարկա չկա, մերժելու բան չկա, հարգելիս էստեղ։ Սա չի կարող քննարկվել, որովհետև նոր հանգամանք չկա այստեղ, որ ես քննարկեմ։ Թույլ կտակ պատվաժան